Տարածքը որպես անասնաշենք պետք է ծառայեր, մի քիչ ծառայեց, էլ չի ծառայում ու չի էլ ծառայելու։ 20 թվին ես հողամասն առել եմ, 21-ին ձեռնարկել։ Կոնկրետ օրեր ամիսնին էլ կարամ ասեմ, եթե շինթույլտվությունը բերեմ։ Վերջը սարքեցինք, ես իմ տղի անունից, իմ անունից, ու ոնց որ այդ մի տարվա կտրվածքով ժամկետի ընթացքում իմ տղեն գնաց մոբ։ 6 ամիս ավելացրին, սարքեցինք դեկտեմբերի 30-ը վերջի ժամկետ էր։ Հոկտեմբերի 1-ին թե 2-ին հակահրդեհային դիմել ենք ստուգման համար ու չեն եկել։ Մի ամիս անց նոյեմբերի 5-ին այդ արդեն հստակ կարամ ասեմ։ Կարող է իրանց թվում է, որ իրանք շատ խելացի են, մենք ոչ։ Իրանք նկարներ են ուզել, մենք էլ չենք գնացել Իջևան, մենք այդ նկարին փոխանցել ենք, այդ նկարին դեռ կա հեռախոսի միջին։ Այլ ոչ թե տարեթվով, ամսաթվով, այլ նաև ժամով։ Նոյեմբերի 5-ին իրանք մեզ կանչել են մեզանից դիմում ուզել, որ պետք է դուք դիմեք գրավոր դիմումով, որ նոր գանք մենք ստուգման։ Գրավոր դիմում նստացել են, բայց մենք ժամանակ չունենք, մենք շատ ծանրաբեռնված ենք, կարող է դուք չհասցնեք։ Հետո եկավ ինչ որ կար բաներ, որ մի քիչ ստանդարտին չհամապատասխանող արել եմ դա ես։ Ինչի մասին է խոսքը։ Այ հենց այդ հոտի տակի պանելի։ Այս 4-ած չէ 6-ած սունի տակը պետք է լեր 60 տումբեր, ես ամբողջ տակը պանել եմ շարել, այդ դրսից կարաս տենաս։ 6 մետրանոց պանել եմ շարել սաղ, վերջը դրա համար պատժվել եմ, տուգանվել եմ, տուգանքը մուծել եմ, չեկերը կա, բասին սեսմա եզրակացություն է պետք։ Տուգանքը դեռ քիչ էր, սեսմա եզրակացության համար տայել եմ նորից վճարով է ամեն ինչ, վճարել եկել են գումարը, տվել եմ եկել են մարդիկ հաստատել, որ կարելի է։ Մի խոսքով Սիմոնյան Սամվելը դեկտեմբերի 30-ին ժամը 12-ին ավարտական ակտը առանց ստորագրելու, առանց պեչատելու տվել է մեզ։ Ժամը 2-ին աշխատանքային ժամը վերջացավ։ Ինքը 12-ին տվել է, ժամը 2-ին աշխատանքային ժամը վերջացավ։ Նախատոնական օրերա, ընդմիջումից հետո մարդիկ գործի չեն գալ։ Էլ ես չեմ կարող հասնում Երևան, հաստատեմ դա ու նորից գամ։ Խոստացել են, որ այս շենքն արժի 11 միլիոն իր արժեքը։ Դրա 70% որպես սահմանամերձի փոխհատուցում պետք է ալի։ Ես այս շենքի վրա ծախսել եմ 14 միլիոն եւ ոչ մի կոպեկ չեմ ստացել։ Այսինքն մի անձի թե զերո։ Վարչապետին իմ տղեն անձամբ ասել է, մարզպետին մի քանի անգամ ասել են, գրավոր դիմում են գրել, պատասխան ստացել։ Չեմ պատասխանել։ Հակահրդեհային տեսչություն ձեզ կպատասխանի։ Հակահրդեհային տեսչությունն ինքն իր թեթև ձեռով էս ամեն ինչ նայել է, ինչ կպատասխանի։ Ուղղակի ինձ հետաքրքիր է, մի ամիս խի իրանք չպատասխանեցին ոչ մի բան, չասին ոչ մի բան։ Մի ամիս հետո որոշեցին, որ պետք է մենք գրավոր դիմում տանք։ Ես ամեն մի հատ արանքը մի հատ կովի տեղ է։ Ես նախատես հացա 12-ի։ Ես մտածեցի, սենց 12-ը լավ է, եթե իրանք տալիս են 7 միլիոն 700 հազար փողինց, տոշնի բռնումա մեր Հայաստանի գներով 10 հատ կովի արժեք։ Ես էլ ասի 10 հատ կովը կառնում, մեր տեղականը կվերացնենք, եթե այդ կովը մի օրվա մեր տալիս է 35-40 լիտր կատ, յուղայնությունն ավելի բարձր, այդ կովերից կպահենք։ Էնել ստացանք հակառակ տեսարանը, ոչ են պահեցինք, ոչ են են։ Են վերևը, այ են վերևի, ամենավերևի ուգլը, 7 մետր բարձրն է, եթե 12-13 աշճան ծուրտը լունդուն, ընդի սվարգան ես, ամբողջ օրը ունդին գազ, երևի 40-45 աստիճան, տակ ջուրն էլ չօգնե բաղնիքին, դու ոնց կարաս այդ ամեն ինչը մարսես։ Լրիվ ձեր ձեռքերով է կարել։ Լրիվ, վարկ է վերցրել, դեռ ունեմ մի քիչ, 5 մեկ եմ եկալել, 5 երկրորդ անգամ, 3-րդ անգամ, չհաշված մեր դրած եկամուտն են։
Բա հիմա էլ անասուն չեք կա։ Չունեմ, ոչ մի բան չունեմ։ Խորհրդային տարիներին մեր գյուղում հստակ թիվ չեմ կարող ասեմ, բայց կարող ասեմ, որ մեր գյուղում երևի 20 ընտանիք, որ անձնական կովա ունեցել։ Այդ 20 ընտանիքից մինը մենք ենք ելել։ Իսկ խորհրդայինի փլուզումից հետո արդեն մենք պաստայանն ենք ունեցել։ Ու քիչ չենք ունեցել, շատ ենք ունեցել։ Հիմի չունենք։ Ընդհանրապես չունենք։ Այս ճագարին մի քանի ճագար ամնացել 4 ոտնանի, եթե կվերացնենք ու կբացնենք։ Չխնդրես բացել։ Մենակ ես չեմ, այդ թվին սաղ են։ Նոյեմբերյան ես նույն անասնաշենք սարքել ավելի մեծը, նայել նույնն է, նույն ավելի վատ։ Արի գնանք տուն ցավատ տան։ Հիմա մեր շենքի գումարը կազմել 11 միլիոն, իրանը կազմել 48 միլիոն, ավելի վատ չէր։